Մի քանի տասնյակ քաղաքացիներ այսօր զոհ են դառնում բանկերում և վարկային կազմակերպություններում կատարվող խարդախության ու զեղծարարության։ Արմնուր լրատվականից այդ խարդախությանը զոհ դարձած քաղաքացիներից հայտնում են, որ բանկերը բանավոր հայտնել ու խոստացել են, որ տուժող է ճանաչվելու բանկը և տվյալ բանկն էլ մարելու է ապօրինի ձևակերպած վարկերը։ Տուժած քաղաքացիները այս պահին սպասում են կենտրոնական բանկից հստակ և գրավոր արձագանքի։ Ինչու են անընդհատ մարդիկ զոհ դառնում բանկերում և վարկային կազմակերպություններում կատարվող խարդախության, մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը պարզաբանում է։ Բանկային ոլորտը գնում է դեպի ավելի հեշտացում ծառայությունների, այսինքն այդ նշանակում որ ավելի շատ օնլայն գնում, նաև վարկերի ստացումը եւ այլն, բայց դրան զուգահեռ չի գնում հասարակության կրթությունը թվային տիրույթում, ու սա մենակ բանկերը չէ, սա պետությունը, տեսեք, բազմաթիվ թվային գործառույթներ է մտցնում, հեսա մարդիկ սկսելու են քաշվել նաև այդ հատվածում, պետական ծառայությունների հետ կապված տարբեր խաբեություններ են լինելու, այսինքն կա խնդիր, որ հասարակությունը պատշաճ կերպով չի իրազեկվում, չի կրթվում, ու սա խնդիր է համ պետական կառույցների համար, համ ընդհանուր բանկային տիրույթի համար։ Երկրորդը կարծում եմ պետք է մտցնել ինչ-որ սպეციფიկ կարգավորումներ, օրինակ ասեմ ձեզ ինչ-որ երկրներում մարդը կարող է օրինակ արգելք դնի իր անունից վարկ ստանալ, այսինքն մինչև ինքը ֆիզիկապես չգնա բանկ եւ չհանի այդ արգելքը եւ այլն, Մեզ մոտ այդ առումով օրենսդրական եւ կարգավորումների տեսանկյունից կարծում եմ մենք հետ ենք բանկային տիրույթի արագ զարգացումից, որպես հետևանք հիմա անընդհատ այս խնդիրները լինելու են։ Մեդիափորձագետը վստահեցնում է, որ հնարավոր է պաշտպանվել և զոհ չդառնալ խարդախության, ինչպես Մարտիրոսյանն է նշում, պետք է զգոն լինել և հույսը չդնել միայն բանկի և պետության վրա։ Պետությունը չգիտեմ ինչով կարող օգնի, պետությունը միշտ ամենավերջին պահին է գալիս, դրա համար սպասենք այդ պահին, հələ որ չի եկել այդ պահը կարծես թե։ Բանկերը կարող են անել այդ իրազեկման արշավները մեկ, երկրորդը կարող են ինչ-որ գործառույթներ ավելի բարդացնել, միգուցե, բայց բանկերը բնականաբար խոսապում են, որտեղ իրանց պետք է որ հեշտանան գործառույթները, որպեսզի մարդիկ գոհ մնան։ Բայց ամեն դեպքում կարծում եմ մենք դեպքեր այնքան շատ են, որ ժամանակն է ինչ-որ ավելի լուրջ զեղծարարության դեմ պայքարեն համ մարդիկ, համ բանկերը, համ պետությունը, այսինքն այստեղ մի կառույց չկա, որը կարող է բոլոր հարցերը լուծել։ Տեղեկացնենք, որ մայիսի 13-ին ժամը 12:00-ին տուժած քաղաքացիները բողոքի ակցիա են իրականացնելու Կենտրոնական բանկի դիմաց, իսկ այնուհետև իրենց ակցիան շարունակելու են Հակակոռուպցիոն կոմիտեի դիմաց։